Երեխեք ջան, ողջույն բոլորին։ Ես վաղ առավոտա, կոշիկս հագած, զգացի մեջը քար կա, հանեմ մի հատ նորից հագնեմ ու գնում եմ դասի, ժեստում եմ։ Այսօր, քանի որ առավոտից ատամս ցավում էր, ոչ մի դիմահարդարում չեմ արել, ահա որ պես ասած անհավես է։ Երեխեք ջան, որ միացնում եմ, մի եկեք, էլի շնչից կանգնեք, հենց կամերան միացնում եմ, չես գալիս են ու սենց ամեն բառից հսկ է։ Բանը դեղ խմեցի նորաֆեն ֆորտը, այս ատամս իրականում պիտի բուժվի ու պիտի շապիկ քաշվի, որտեղ շատ վատ վիճակում է։ Վիզուալը նայեք, ինքը տպավորություն է, որ սենց, չգիտեմ, կեղտոտ մաշված ատամա, որ դա խոսում եմ, հա, ատամնա բուժիչ, որտեղ վրան էմալը թափված է, ինքը փորված, սենց միացած ադուշի փչացած ատամա, էլի, համ վիզուալ է շատ տգեղ, համ էլ արդեն ինքը կանոնա, որ ինձ ցավացնում է, դե քանի որ ես էլ հայ եմ, մինչև դանակը ոսկորին չհասնի, ես չեմ անում ինչ-որ բան, իդեպ սրանով չեմ հպարտանում այն հակառակը, ինձ մեղադրում եմ, նրա համար հասել ենք այսօրին, բայց պիտի այսքանի վաղտը միջոցներ և ժամանակ հատկացնեմ, գնամ այս ատամով զբաղվեմ, որտեղ արդեն իրանը չի լինում։ Այդպես։ Երեկ գիշեր նոր գիրք սկսեցի իբր կարդամ, քնելուց առաջ կազմը վրան ցելոֆան կար բան էլի, քանդեցի, դες պարկած եմ լույս ունեմ, դե որով գիրք եմ կարդում, պուջուրիկ վայբերիսից եմ պատվի, լույսը դրեցի վրան, որ սկսեմ կարդալ, մի 3-4 էջ կարդացի ու հասկացա, որ ոչինչ չհասկացա, որտեղ ուղղակի արդեն քնելու ռեժիմի վրա է, ասեցի օքեյ, վաղվանից։ Ես вообще գրքերը միշտ բաժանում եմ երկու մասի, օրինակ ավելի ծանր գրքերը ցերեկն եմ կարդում, քնելուց առաջ էլ ավելի կնիգի для души, էլի։ Հիմա տենց Ադլերն եմ կարդում, Ադլերը հոգեբանության ուղղություններից մեկի, այսպես ասած, հիմնադիրն է, հա, ոնց որ Ֆրեյդը, Ադլերը, այնտեղ Բերնը, Յունգը, այսպես Կալասայնի, այսպես մի հատ թեորիաներ առաջ քաշած մարդիկ են։ Okay, ես տաքսիս կանչեմ գնամ, քանի եղանակները ցրտում են, այնքան զգում եմ, որ տխաճությամբ եմ գնում, բայց դե Դավես, կստատի, տղես պիժամատ հանի հակի շորերդ, ուրեմն պիժաման արջուկներով մաշվել, քրքրվել վարիա գնացել, Դավը չի թողում դենն էտեմ, սենց է, որ լռիվ վիճակ չկա վրան, դաժե մի երկու տեղ հատա գնացել, բայց ինքը ասում է, սիրում եմ այդ պիժաման, հիմա չգիտեմ, ինչ անեմ, երևի, որ այդ նավագոտնի պիժամ կան արդեն հակնի, կարող է այս մեկից ազատվի էլի։ Չասա երեխեք ջան, ոնց չեմ սիրում սենց տնավարի տնից դուրս գալ, ինձ կոմֆորտ չեմ զգում, բայց տնից հավես չունեի, ատամից ցավն էլ վաբշե չէր տրամադրում։ Խորաշուն է իրականում, թեև եղանակը հոկտեմբերի է, բայց դե արդեն նոյեմբերն է համարյա կիսվում։ Ինքան սիրուն ծաղիկներ կան այստեղ, միշտ սենց հիացած նայում եմ, միքը ծաղիկներ, մի քանի անգամ փորձել եմ տանը ծաղիկներ պահեմ, բայց շուտը վրա չի գալիս ինձ ծաղիկները, տուրի ես սխալ եմ խնամում, չեմ կարծում էներգետիկ այս լինի, որտեղ մեր տան էներգետիկան դրական է, իմ էներգետիկան ևս ինչքան էլ անհամես չհնչի, ինձ թվում է խնամքը լավ չեմ անում կամ քիչ ուշադրություն եմ տալիս, ծաղիկները զգայուն են էլի, բայց հավես մեկ-մեկ տալիս է, ուղղակի մի անգամ Դավը պոկեց, թե արտաշեսներս վերջին 2 տարում, вообще սիրտս կոտրվեց, որովհետև հավես խնամում էի ու ինքն էլ աճում էր, ալոյ ինչեր արդեն մոռացա, մի քիչ մեծանան, հետո նորից կաճացնեմ։ Նայեք, ահռելի ծաղիկների քանակ, այսօր լիքը պուֆիկներ կա այստեղ ու առայժմ միայն ես եմ, բայց դասի ժամն է արդեն, հեսա, ուր որ այա պարոն Մերաբյանը կգա, երևի երեխեքը մի քիչ ուշանում են, իրենք էլ քիչ կգան։ Տակ, պատուհանը բացել եմ, մի քիչ օդը մաքրվի, մինչև դասը սկսի, իրականում ցուրտոտ է, դրա համար կուլկաշ չեմ էլ հանել դեռ, բայց ես օդափոխության կարիք կա էլի։ Так. Տազանի, մուկը տեսնեն, սվազանի, գլխից բռնի կախանի,
թաթովը տա խաղանի ու դիքեվը չաղանի, այսպես զուլում գրակը դեր աչքեներ զուգ ջրավ, բայց թեազնիվը մեր ցեղը կորչելու է զուր Կորչելու չէ զուր տեղը։ Կոչել չէ զուր տեղը, այ բերել եմ ես մի զանկ չապ զլնգոց մեջ Ինչ? Մի հատ այդտեղ սխալ բառ կարդաց։ Ծապ Հա, ծապ ծլնգոց։ մեջ զնգոց Սիրով ես սովորում։ Ոնց ասեմ Ոնց կա տենց էլ ասա։ Չէ Ուտև կես։ Что правда, то правда. Ճիշտ ես, что правда, то правда։ Բայց դե надо, да? Ֆեդյա։ Надо, Федя, надо։ Հանձերի ստանջել է պկենե համար աչեն օգուտություն է բռնած գործից, ամիավա կյանքի փորձից։ Մի կարա, մի խզգետի, մի գարաձու։ Այդ ինչ։ Բարձրասանը տես քաշը ուզեցին եւ երեքով եկա սարնին նզուեցին։ Ապրես, այդ լավ սովորել էի, բայց այսօրվա քո դասը մկների ախոր։ Երեխեք ջան, մեզ մոտ նոր օր է բացվել, վաղ առավոտ է, ես Արտաշեսին մոտ մի ժամ առաջ ճանապարհեցի դպրոց ու հիմա խոհանոցում պատրաստվում եմ իմ օնլայն դասին, ճիշտ որ ասեմ, մտածեցի խորենին առանց արթնացնելու Դավիս հետ գլուխ կհանեմ, հետևաբար ուզեցի մի քիչ երկար քնի, Դավիս կերակրեցի, ինչ որ պետք է իր խելոք մնալու համար արել եմ, հուսամ կստացվի, դասը չի խանգարի, այդտեղ խոհանոցում նոթբուքը բերել եմ, նստել եմ, պատրաստվում եմ, իրականում երեք ամբողջ կիրակից նվիրել եմ տնային հանձնարարություններ անելու, իսկ թվում է միջանկյալից հետո մի քիչ այսպես ասած հարաբերական հանգիստ կունենանք, բայց չէ, այնտեղ բավականին ծավալուն տնային հանձնարարություն կար, մի 6 էջի կարգով բան պիտի գրեինք, հետո պիտի սահիկ աշար պատրաստեինք, սահիկը նույն սլայդ շոուն է։ Մի խոսքով երեք ամբողջ օրս գնացել է դրա վրա եւ դեռ կիսադա, պետք է շարունակեմ գործս։ Հականջականներս պատրաստել եմ։ Իտակ դարյա։ Գնացի առաջին դասին, այսօր 3 դաս ունեմ օնլայն։ Որ սեպտեմբերը նոր էր սկսել, ասում եմ, վայ, ինչի է օնլայն, գնայինք այդ 3 օրը բան, հիմա հասկանում եմ, որ չէ, պատկերացրեք ուրախ եմ, որ տնից եմ դասի։ Երեխեք ջան, ողջույն բոլորին։ Մենք դուրս ենք եկել ման գալու, վերջապես ընտանիքով, այդպես վերջերս չէր ստացվում։ Այո, խոր ջան։ Ես շատ կուզենք սենց ընտանիքով դուրս գանք ու հանգիստ։ Հա, շտապում ենք մի քիչ, որտեղ խորիկի մոտ դաս կա, բայց Դավ, գլխարկդ կարած հանես, այդքան ցուրտ չի կյանք։ Դավ, այդտեղ սա խողա, վրա տա թափ։ Նավագոտնի շորը սա հասել նա ինչ անում, հասա փոշի։ Շորա ասել։ Հա, իսա որ ընդեղ վերցնեմ, կհակնեմ կնայես։ Так, հա վերխը, Դավ։ Դե նորմալ քայլ ինքնելու ես։ Գնացինք, որպեսզի փորձենք այս շարմաները մի փոքր չափսերով կարծես փոքրացել են, եթե իմ վիզուալը, բայց իրականում օքեյ է, որովհետև առաջ շատ մեծ էր, լավ չէր ուտել, էլի։ Երեխեք, շորս նոր տարվա հասավ, փորձեցի, ինձ թվաց մի քիչ մեծավրած, բայց խորենը շատ հավանեց ոնց է նստում, ասեցի օքեյ, всё-таки ես իմ ամուսնու աչքերում պիտի գեղեցիկ լինեմ։ Եվ վերցրեցի, դիզայնը բայց սիրուն է։ Ուղղակի այնտեղ մի հատ փոնթիկ կա ավելորդ, որը իզուր տեղը վիզուալ ծավալ է հաղորդում, կուզեի այդ փոնթիկը չլիներ, էսի հացի հոտին ճանուշանք է, թարի։ Շատ լավ հաց է, ու երկրորդ օրն էլ չի բանում, չի իրա թարմությունը կորցնում։ Նո, էլ առաջ օրվա պես թարմ չի, բայց լինում է ուտել հանգիստ։ Ահա։
Հիմա չես ուզում դասը փոլ։ Հա անջան 10 րոպեից դաժե ավելի քիչ։ Արա քաց ուտեմ հասցնեմ։ Գիշերը այ տոմատ, հա ունեմ տոմատ, ուզում եմ դենցով հարածով բան սարքեմ, տավարի մսով, կոլորակներով։ Ինչ ձայներ եք հանում, ինչ հավիճակը։ Ինչ հավիճակը։ Եկեք տո ձերքերով իմ ուտելիքին դրեմ։ Մի հատ հաղորդում դնեմ, սիրած նստեմ նայեմ վայրեմ։